ամեն բան անով եղավ եւ առանց անոր բան մը չեղավ ինչ որ եղավ հիմա եղբայրներ քույրեր այս մենք հավատում ենք ավետարանին հավատանք թե չհավատանք այսպես է եւ այսօր մենք տարբեր վիճակներ ենք ապրում այս կյանքում փորձություններ խնդիրներ հիվանդություններ սատանայի կապանքներ հարցակումներ մտքեր հաջողություններ հարստություններ աղքատություններ ամեն բան կա հիմա մեր ֆունկցիան մենք պետքա ճանաչենք եւ Աստված այդ բոլոր վիճակների մեջ քեզնից ինչ է պահանջում դու աղքատության մեջ ես թե հարստության մեջ ես ինչ է պահանջում Աստված դու հիվանդ ես թե առողջ ես ինչ է Աստված ինչ է պահանջում դու խնդրի մեջ ես թե խնդրեմ չունես բոլոր հարցերը որ ես մեկ-մեկ չթվարկեմ դու մի ֆունկցիա ունես կատարելու ես դա ուզում եմ կարդամ Սուրբ գրքից ես սա կարդում եմ Սուրբ գրքից որ մենք մեր գործը որ իմանանք Աստված իր գործը լավ գիտի Աստված հավատարիմ է Աստված այտենց չի որ ստեղծել է մեզ ու այնպես շպրտել է մի կողմ գնա ոնց ուզում ես յոլա գնա վերջում էլ գքած դատաստանի պատասխան կտաս եթե մաքուր ես կփրկվես եթե չէ կեթաս դժոխ այսպես պատահականության չի մատնի Աստված ոչ մի բան ամեն բան հաճախակի եղբայրներն ասում են չէ ծառի տերևն էլ առանց Աստծո կամքի չի գնացած ամեն բան նրանով է եւ առանց նրա ոչինչ չի լինի մենք որ ուզում ենք չէ մարդը այդ պտուղն է կերել սատանեն մարդին ասեց եթե այդ պտուղը ուտես դու էլ Աստված կլնես այսինքն դու կորոշես ամեն բան քեզանով կլինի եւ առանց քեզի բան չի լինի ինչ որ լինի մարդիկ դրան են գնում մարդի բնույթն է դա մարդը այդ պտուղն է կերել սիրելներ մարդը ուզում է որ ամեն բան իրանով լինի եւ առանց իրա ոչինչ չլինի ինչ որ լինի թե իր անձնական կյանքում թե իր ընտանիքում թե իր գործի մեջ ամեն տեղ սա մարդը այդ պտուղն է կերել եւ հենց տեղից դու պետք է ապաշխարես եւ քեզի տրված ֆունկցիայից եթե դու խախտվում ես եթե քեզի տրված օրենքից դու խախտվում ես դու խնդրեմ կունենաս